նախագծային աշխատանք գրականությունից։ Մեր թեման է Ալեքսանդր Շիրվազադեի արտիստը պատմվածքը, քննարկում, գիրք, թե էկրան։ Աշխատել ենք զույգերով, կատարել ենք հետազոտական վերլուծություն։ Մեր աշխատանքը սկսվեց պատմվածքի ընթերցմամբ։ Նախ ընթերցեցինք Ալեքսանդր Շիրվազադեի պատմվածքը, ծանոթանալով կերպարներին, բովանդակությանը և ստեղծագործության գաղափարին։ Այնուհետև դիտեցինք նույն պատմության էկրանավորումը, փորձելով հասկանալ, որքանով է ֆիլմը փոխանցում գրական ստեղծագործության խորությունը։ Իսկ որպեսզի ուսումնասիրությունն ամբողջական լիներ, անցկացրինք նաև սոցիալական հարցումներ, պարզելու տարբեր մարդկանց կարծիքը, գիրք թե էկրան։ Այս հարցը երբեք այսքան արդիական չէր, երբ խոսքը վերաբերում է գրական ստեղծագործությունների ընկալման ձևերին։ Մենք համեմատել ենք գրքի և էկրանի հնարավորությունները։ Կազմակերպված սոցիալական հարցմամբ էլ պարզել ենք հասարակության վերաբերմունքը, ինչ են մտածում աշակերտները, ընթերցասերները և պարզապես պատահական անցորդները, գրքի խորության ու էկրանի հմայքի մասին։ Դարը շարունակ գիրքը եղել է գիտելիքի, իմաստության և երևակայության աղբյուր։ Սակայն ժամանակակից տեխնոլոգիաների զարգացմամբ էկրանը դարձել է հիմնական տեղեկատվական միջոց։ Գիրքը չի խանգարում տեսողությանը, նվազեցնում է էկրանի առաջ երկար մնալու վնասները։ Էկրանը թույլ է տալիս շատ արագ գրավել հանդիսատեսի ուշադրությունը։ Նույնիսկ անհետաքրքիր պատմությունը էկրանի միջոցով կարելի է դարձնել ավելի հետաքրքիր։ Կարդալու ընթացքում ընթերցողը ստեղծում է իր երևակայական աշխարհը։ Ֆիլմերն ու սերիալները պատկերային ուժեղ ներգործություն ունեն։ Սակայն ոչ մի ֆիլմ չի կարող փոխարինել ընթերցանության մոգությանը։ Գիրքը հնարավորություն է տալիս խորանալ մանրուքների մեջ։ Տեսադաշտը լայնանում է, հնարավոր է տեսնել էֆեկտներ, մշակույթներ և դերասանական վարպետություն։ Պատմությունները մատուցվում են դինամիկ ձևով, թույլ տալով արագ ընկալել նյութը։ Երբ ես մեզ ծանոթացնելու այդ լիցու թե, լավ ով է տեսել, որ մարդ երաժշտության դասի ծաղիկներով գնա։ Նա հրեշտակ է։ Ես նրան պարզապես, լեզուդ կուլ տվեցիր, դե ասա, որ սիրում ես։ Դու իսկական ընկեր ես։ Իսկ դու իսկական արտիստ ես, ոտքից գլուխ արտիստ ես։ Ստեղծագործության բովանդակությանը ծանոթանալու համար ինչն եք նախընտրում՝ գիրք թե էկրան։ Իհարկե գիրք։ Գիրքը։ Գիրքը հետո նոր էկրան։ Մուլտֆիլմ դիտել։ Մուլտֆիլմ դիտել։ Գիրք։ Բնականաբար գիրք։ Գիրք միայն։ Իհարկե գիրք։ Գիրք։ Խնդրում եմ գիրք։ Մուլտֆիլմ դիտել։ Հեքիաթ կարդալ։ Դիտել ֆիլմ։ Հեքիաթ կարդալ։ Գիրք։ Էկրան։ Գիրք։ Իհարկե գիրքը։ Միաժամանակ և նա և Էկրան։ Գիրք։ Հեքիաթ կարդալ։ Բնականաբար գիրք։ Գիրք։ Ամփոփելով ուսումնասիրությունը կարելի է փաստել, որ թե գիրքը, թե էկրանային տարբերակը յուրովի արժեքավոր են։ Գիրքը ընթերցողին տալիս է հնարավորություն մտովի ստեղծել իր աշխարհը, հերոսների կերպարները, միջավայրը, զգացմունքները։ Իսկ ֆիլմը հնարավորություն է տալիս տեսնել մեկ այլ մարդու, ռեժիսորի ընկալումը, նույն գործի մասին, երբեմն բացահայտել այն շերտերը, որ սովորական ընթերցման ժամանակ կարող էին աննկատ մնալ։ Այսպիսով հարցվածների 50%-ը նախընտրում է գիրքը, 25%-ը էկրանային տարբերակը, իսկ մնացած 25%-ը գտնում է, որ այս երկուսը կարելի է համադրել, առավել ամբողջական պատկեր ստանալու համար։ Այս տվյալները ևս մեկ անգամ վկայում են, որ գիրքը անփոխարինելի արժեք է, սակայն էկրանը կարող է լինել հիանալի ուղեկից պատմությունն ավելի կենդանի և տեսանելի դարձնելու գործում։